աշխատաշուկայի պահանջներին։ Կարող եք վստահեցնել, որ ակադեմիական քաղաքը գործարկվելուց հետո չի լինելու այնպիսի մի իրավիճակ, որին բախվել եմ ես, պետական համալսարանը ավարտելուց հետո, որ ինձ ասեն, մոռացիր ինչ սովորել ես, հիմա դու սկզբից կսովորես այն, ինչ պետք է անես։ Դուք լրագրություն եք սովորել։ Չէ, ես չեմ սովորել լրագրություն, լրագրության կոմպոնենտ եղել է, բայց այնուամենայնիվ նաև այն մասով, ինչ մասով որ աշխատել եմ ի սկզբանե, դա research-ն էր եւ այլ, որ իմ background-ը քաղաքագիտությունն է, կրթական, բայց էլի ինձ ասել եմ մոռացիր ինչ սովորել ես, հիմա մենք քեզ կսովորեցնենք այն ինչ որ պետք է աշխատաշուկայի համար։ Գիտեք, իրականում որպեսզի այդ իրավիճակները չլինեն, գործատուները պետք է ներառված լինեն եւ մասնակցեն կրթական ծրագրերի բովանդակության որոշման, վերջնարդյունքների որոշման հարցերին։ Եվ կան բազմաթիվ մեխանիզմներ, ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Այդ իմաստով մենք շատ կարևորում ենք մասնավորի հետ համագործակցությունը եւ եկեք տեխնոլոգիականից խոսեցինք, սա թերևս ամենաակնհայտն է ցույց տալիս։ Գիտեք, այս ոլորտը Հայաստանում ամենաարագ դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է, որտեղ անընդհատ կա նոր կադրերի կարիք։ Հիմա որն է լավագույն եղանակը այդ կադրերին պատրաստելու, բնականաբար գործատուների հետ համագործակցությամբ, որպեսզի կրթական ծրագրերը կարգաբերվեն նաև գործատուների աշխատանքային շուկայի պահանջների համեմատ։